Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ պարոն Տիգրան Խզմալյանի հետ։ Ողջույն եմ պարոն Խզմալյան, շնորհակալ եմ, որ այս ժամին մեզ հետ եք։ Քաղաքական վերլուծաբանների եւ քաղաքական փորձագետների կարծիքով տեղի ունենում միջազգային կարգի քայքայում եւ ուժի գերակայության վերադարձ։ Մասնավորապես Սիրիայում տեղի ունեցածը 2 օր առաջ եւ այնինչ շարունակվում է եւ դրանից ավելի վաղ մի քանի օր, 1 շաբաթ ավելի վաղ Թրամփ-Զելենսկի անգամ հանդիպումը բերում է նրանց տալիս է նրանց այդ անելու հետևյալ հետևությունը, որ վերադառնում է ուժի իրավունքը եւ ջունգլիների օրենքները։ Նրանք ասում են Միացյալ Նահանգների նոր վարչակազմի իշխանության գալը ուղեկցվում է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված միջազգային կարգի քայքայումով։ Ձեր կարծիքը այդ մասին համաձայն եք, համաձայն չեք։ Ինչին է ականատես լինում ամբողջ աշխարհը։ 5 տարի շարունակ 20 թվականից պատերազմից հետո COVID-ի եւ Արցախյան երկրորդ կամ կարելի ասել, եթե քառորյաներ նկատի առնենք երրորդ Արցախյան պատերազմից հետո ես ասում եի, որ աշխարհը մտնում է երրորդ համաշխարհային պատերազմի երրորդ աշխարհամարտի ժամանակաշրջան։ Դրանց 2 տարի անց 22 թվականի փետրվարին սկսված լայնածավալ հարձակումը Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից եւ դրան հետեւած աշխարհի տրոհումը 2 անհավասար ճակատների կամ դաշինքների ճամբարների ապացուցեց, որ ես ցավոք սրտի չսխալվեցի։ Բավական է ասել, որ 50 երկրներից ավել թիկունք են կազմել Ուկրաինայի դիմադրությանը։ Ռուսաստանը շատ ավելի համեստ արդյունքներ է գրանցել այս առումով, ընդհակառակը մեկուսացել է, գրեթե անհույս, բայց օրինակ Հյուսիսային Կորեայի միջամտությունը կամ մասնակցությունը բավական ուժեղ փաստարկ է, որ սա իսկապես երրորդ համաշխարհային պատերազմի նախապատրաստական շրջան է։ Ընդհանրապես համաշխարհային պատերազմները հենց այդպես էլ սկսվում են։ Աշխարհը դանդաղ է մտնում պատերազմների մեջ։ Առաջի համաշխարհային պատերազմներից առաջ կային բալկանյան պատերազմներ, կար հայերի առաջին ջարդը եւ նույնը երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ քչերն են կարծում, որ Չեխիայի սուդետների, ապա Ավստրիայի անշլյուսը, ապա Լեհաստանի վրա հարձակումը կբերեն համաշխարհային պատերազմի, բայց դա հենց այդպես էլ եղավ եւ հիմա մենք դրա ականատեսն ենք։ Ցավոք սրտի կարելի է ասել, որ այնինչ դուք նկարագրեցիք որպես ուժի օրենքի գերակայումը օրենքի ուժի հանդեպ ինչը դեռ տեղի չի ունեցել, բայց ժամանակ առ ժամանակ այդ երկու գլխավոր միգուցե հարաբերությունները մարդկային քաղաքակրթության պատմության մեջ իսկապես վերաձևավորվում են կամ ավելի ճիշտ ժամանակ առ ժամանակ նրանք մտնում են ուղիղ բախման մեջ, որպեսզի պարզվի, թե որ օրենքն է ավելի ուժեղ եւ եթե պատերազմները սկսվում են ուժի հերթական փորձի օրենք դառնալուց, ապա ավարտվում են այդ պատերազմները օրենքի ուժի հաղթանակով եւ մենք այստեղ պետք է մի հարցի պատասխանենք, որ կողմից է, որ ճամբարում է, որ դաշինքում է հիմա Հայաստանը, այն որ համաշխարհային պատերազմը իմ կարծիքով արդեն սկսվել է, դա ակնհայտ է եւ դա է պատճառը, որ ես բավական չեմ ասի հեգնանքով, բայց մի փոքր անհավատությամբ եմ վերաբերվում մեր պաշտոնական, մեր իշխանության պաշտոնական տեսլականի, որ մեզ պետք է խաղաղության պայմանագիր պատերազմի նախաշեմին, համաշխարհային պատերազմի նախաշեմին, ոչ թե խաղաղության պայմանագիր է պետք է ճիշտ դաշինք Սովետական միությունը Գերմանիայի հետ էր խաղաղության պայմանագիր կնքել, բայց հենց
սովետական միության հարձակումից երկրորդ համաշխարհային պատերազմը դարձավ արդեն գլոբալ, դուրս եկավ Եվրոպայի սահմաններից եւ ներքաշեց իր մեջ ողջ աշխարհը։ Եվ Միացյալ Նահանգները նույնպես մտան արդեն այդ վիճակում պատերազմի մեջ, այդպես որ կարծում եմ մենք պետք է այլ կերպ դնենք հարցը, բայց ես չպատասխանեցի ձեր հարցին։ Ես կարծում եմ, որ պետք է ժամանակն է եկել հասկանալ այն կամ գոնե փորձել ես իմ համեստ տեսակետը թույլ տամ ինձ ներկայացնեմ Թրամփի երևույթի վրա, որովհետև այն տեսլականները, այն տեսակետները, որոնք շատ են տարածված, որ նա գործակալ է, որ նա խելագար է, որ նա պարզապես խուլիգան է եւ այլն, դա որևէ բան չի բացատրում։ Իրականում դա հերթական դավադրապաշտության տեսակետ է կամ տեսություն եւ դա չի բացատրում համաշխարհային շարժումը, որը այնուամենայնիվ ինքը չէ որ սկսել է։ Նա ուղղակի այդ շարժման երևացող մասն, ինչպես օրինակ Հիտլերը չէ որ սկսել էր այն ինչ հետո դարձավ համաշխարհային պատերազմ, դա շատ ավելի բարդ երևույթների եւ գործողությունների, գործընթացների արդյունքների վարտացումը։ Որն է այդ շարժումը, որը դուք ասում եք Թրամփը այդ շարժման ոնց որ երևացող մասն է։ Մենք շատ մեծ թեմա ենք հիմա շոշափում, այդպես որ բոլորին է հիմա հետաքրքրում եւ բոլորն են փորձում հասկանալ, տեսեք դուք ասացիք, որ նախապատերազմական շրջանը արդեն պատերազմական մտել աշխարհը եւ հիմա փորձենք հասկանալ, եթե դուք ասում եք Թրամփը, քանի որ մենք ասացինք, որ Թրամփ-Զելենսկու հանդիպումը բուն Թրամփ-Զելենսկի հանդիպում չէր, այդտեղ շերտեր կային, որոնք բավականին մտահոգիչ էին։ Ինչով էին մտահոգիչ եւ քանի որ դուք այդ թեմային անցաք, Թրամփի հետ կապված հարցին անցաք, դուք այդ ձևակերպումը, որ Թրամփը ավելի մեծ շարժման ոնց որ երևացող մասն է։ Վերադառնանք այդ ձևակերպմանը եւ բացենք, խնդրեմ ձեզ բացեք։ Իմ ասացի ապացույցն այն, որ վերջի 10 տարվա ընթացքում Թրամփը երկրորդ անգամ է դառնում նախագահ, այսինքն դա արդեն պատահականություն կամ ճակատագրի ինչ-որ հեգնանք չէ։ Սա իսկապես լուրջ գործընթացների արդյունք է եւ մենք տեսանք, որ Թրամփի հաղթանակից առաջ 24 թվականի ամռանը թրամպական մոտեցումով մարդիկ, շարժումները, կուսակցությունները հաղթեցին նաեւ Եվրոպայում։ Եվ մեր շրջանակներում նույնպես դա ինչ-որ մի անհայտ բան չէ, օրինակ հարևան չէ, բայց ասենք մեզ համար շատ հասկանալի Ռուսաստանում Ժիրինովսկին ենթադրենք մոտավորապես նույն ոճի քաղաքական գործիչ էր, նույն ռետորաբանության, նույն նպատակների, որն է այդ նպատակը։ Եթե խոսենք Միացյալ Նահանգների հետ, կարելի է դա մեծ չափազանցություն չի լինի ասել, որ այս աշխարհի մեծագույն եւ ամենահզոր հանրապետությունը հիմա փորձում են դարձնել կայսրություն։ Ուրիշ հարց է, որ դա ըստ երևույթի չի ստացվի, բայց սա փորձ է։ Ինչու է դա բացատրվում։ Եվ իմիջիալոց հենց այդ փոփոխություններով է բացատրվում այդ տարօրինակ արտաքին քաղաքականությունը շատերի համար անհասկանալի, որը տեղի է ունենում։ Մեր պատմության ընթացքում նման բաներ նույնպես եղել են եւ ես վերջերս այդ օրինակն եմ բերում, երբ 66 թվականին Քրիստոսից առաջ 66 թվականին, երբ Արտաշատի մոտ հավաքվել էին աշխարհի երկու գերտերությունների բանակները, Պարթևական Պրատ թագավորի եւ Հռոմեական հանրապետության Պոմպեոս Մագնուսի լեգիոնները եւ Տիգրան Մեծը ծերունազարդ 75-76 տարեկան թագավորը մեծագույն քաղաքական գործիչ աշխարհի պատմության մեջ կարողացավ սանձել քաղաքական առումով որոշակի մարտական բախումներից հետո պարթևներին եւ հիմա չխորանանք ինչպես, բայց նրանք հետ քաշվեցին եւ հետո նա ֆանտաստիկ բանակցություններ
եւ ինչպես Թրամփը սիրում է ասել գործարք կնքեց Հռոմի հետ եւ նա հենց Պոմպեոսին ասաց, որ վերադարձիր Հռոմ կենթանի եւ առանց կորուստների խաղաղ պայմանագրով, որովհետեւ քո երկիրը, քո հանրապետությունը կայսրություն է դառնալու եւ դու կարող ես դառնալ կայսր, եթե ամեն ինչ ճիշտ անես եւ իսկապես այդ երաշխանության երկու մյուս փաստորեն հերոսները Հուլիոս Կեսար եւ Մարկոս Կրասուսը սպանվել էին, մեկը Հռոմում Բրուտոսի կողմից սենատի դավադրության կամ ավելի ճիշտ դիմադրության շնորհիվ, որտեղ կայսր էր դարձել Հուլիոս Կեսարը, մյուսը Կրասուսը գլուխը կորցրեց հենց մեր տարածքում եւ նույն արտաշատում նրա գլուխը բերեցին արդեն Տիգրանից հետո Տիգրանի որդու ոտքերի տակ գցեցին ապացուցելով նրա հանճարեղ հայրը ճիշտ էր, բայց սա մի կողմ, ուզում եմ ասել, մենք պետք է որ հիշենք եւ հասկանանք ինչ է կատարում, բայց ինչ է կատարում հենց այսօր։ Կատարում է հետեւյալը, 100 տարի առաջ նույնն էր։ Առաջին համաշխարհային պատերազմների բազմաթիվ պատճառներից մեկը կամ մի քանիսը այն էին, որ աշխարհը մտավ տեխնոլոգիապես բացարձակապես նոր դարաշրջան, երբ որ օրինակ աշխատանքի առումով, աշխատանքային շուկայի, աշխատանքային գործիքների տեսակը կտրուկ փոխվեց, կոնվեյեր մտավ օրինակ Չապլինի նոր ժամանակներ, հենց այդպես էլ պատահական չէ, որ այդպես էր կոչվում ֆիլմը, նոր ժամանակներ եւ այդ կոնվեյերի ծիծաղելի եւ վախենալու տեսարանը, եթե տեսել եք այդ ֆիլմը, շատ բան է բացատրում, որովհետեւ միլիոնավոր մարդիկ եւ նրանց սև բանվորությունը, ձեռքի աշխատանքը, մանուֆակտուրան, այլևս պետք չէր, կոնվեյերը փոխարինում էր միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհում եւ նրանց կյանքերը, նրանց աշխատանքը, նրանց գոյությունը այլևս պետք չէին, նրանց մարմինները պետք չէին եւ պատերազմը նաեւ դրա պատճառով է նաեւ սկսվում, որ այդ մարդիկ ավելորդ են դառնում, պատահական չէ, որ 10 միլիոն մարդուց ավել կորցրեց Եվրոպան եւ դա իհարկե մեծագույն փոփոխություններ բերեց նաև մարդկային սոցիալական հոգեբանության մեջ եւ մարդիկ փնտրում էին པարզ բացատրություններ այդ շատ բարդ եւ վախենալու փոփոխություններին, ահա որտեղից էր բոլշևիզմը, ֆաշիզմը, տեսություններ, որոնք པարզ բացատրություններ էին եւ ելքեր էին ցույց տալիս, ուրիշ հարց է, որ դրանք կեղծ էին, ինչպես հետո պարզվեց, եւ նրանք փաստորեն հող նախապատրաստեցին երկրորդ համաշխարհային պատերազմի համար, որը նույնպես հիմնականում նաեւ տնտեսական ու տեխնոլոգիական փոփոխությունների, արդեն կոնվեյերները բավական չէին, արդեն մտնում էին շատ ավելի բարդ սարքեր, շատ ավելի բարդ տեխնոլոգիաներ եւ կրկին այդ երկրորդ համաշխարհային պատերազմը ընդհանրապես ավերակների վերածեց Եվրոպան եւ զարմանել է, բայց 10 տարի անց արդուկած, ոչնչացված Գերմանիան կրկին դարձել էր Եվրոպայի առաջին տնտեսությունը, օրինակ 55 թվականի Mercedes-Benz ավտոմեքենան, որը արտադրված էր Գերմանիայում, ընդամենը 10 տարի ավերիչ պատերազմից հետո մինչև հիմա համարվում է աշխարհի ամենաթանկ եւ լավ, գեղեցիկ ու ցանկալի մեքենան, դա օրինակ է ընդամենը։ Ուզում եմ ասել, որ հիմա մենք կրկին հայտնվել ենք, մարդկությունը հայտնվել է մի շատերի համար, արդեն ոչ թե միլիոնների, այլ միլիարդների համար անհասկանալի, վախենալու ժամանակաշրջանում, երբ օրինակ շատ པարզ օրինակ ասեմ, արհեստական բանականությունը ոչ թե միլիոնավոր, այլ միլիարդավոր մարդկանց աշխատանքը եւ գոյությունը, կյանքը դարձնում է կորպորացիաների տեսակետից ոչ անհրաժեշտ, նրանց աշխատանքը այլևս պետք չէ, նրանց մասնագիտությունները փոխարինվելու են։ Ես չեմ ուզում հիմա վախեցնել մարդկանց թվարկելով այդ մասնագիտությունները, բայց դա հասկանալի է։ Եվ ահա ինչու եւ ինչի պատասխանն էր փորձում տալ Թրամփը, Օրբանը, Էրդողանը եւ բազմաթիվ այլ քաղաքական գործիչները, Պուտինը իհարկե, որը Ժիրինովսկուն պատահական չէ, որ պահում էր Դումայում եւ բարձրացրեց մինչեւ Դումայի փոխխոսնակ, որովհետեւ նման դեմագոգիայով կարելի էր հեռացնել դեմոկրատիան եւ բերել դիկտատուրան։ Ես հաճախ ասում եմ, որ այս 3 դները, որը հայերեն պետք է ուրեմն թարգմանել ըստ երևույթի բռնապետության եւ ժողովրդավարության այդ լարված պայքարի մեջտեղը հայտնվող ամբողջ
վարությունը, դեմագոգիան եւ այդ խոսույթը յուրահատուկ դեմագոգիկ խոսույթը, այդ ռետորաբանությունը, որը հիմա տիրում է աշխարհով մեկ։ Ահա ինչի որ վախերի, որ ցանկությունների արտացոլումն է Թրամփը եւ ահա ինչու տեսեք ինչ է նա կատարել Միացյալ Նահանգները ինչպես նաեւ Եվրոպան իսկ նահանգները Եվրոպայից են սկսվել եւ իրենց մեջ ֆրանսիական հեղափոխության եւ բրիտանական բողոքականության այդ բարդ համակարգն են տարել որ դարձրեց Միացյալ Նահանգները աշխարհի մեծագույն պետություն դրանք հիմնված են կոպիտ ասած ջենտլմենական արիստոկրատիկ պայմանավորվածությունների կոդեքսի վրա որը գործում էր 200-300 տարի շարունակ եւ խոսքը իմաստ ուներ մարդու ջենտլմենի խոսքը թագավորի խոսքը նախագահի խոսքը շատ կարեւոր էր մեծ արժեք ուներ մենք տեսնում ենք որ այսօր մեղմ ասած այդպես չէ եւ նախագահը կարող է Թրամփի դեպքում անվանել ժողովրդավարական առաջնորդ Զելենսկուն բռնապետ եւ հետո հաջորդ օրը ասել միթե ես տենց բան եմ ասել չեմ հիշում այսինքն սա անեկդոտի հասցված բայց սա իրական դառը իրականություն է ինչու է այսպես որովհետեւ իշխանության եկան իրականում այն մարդիկ ում Թրամփը հրավիրել էր երթմնակալությանը հիշեք որ նրանք ոչ թե աշխարհի առաջնորդներն էին նրա ժողովրդավարական դաշնակիցները այլ տնտեսության եւ տեխնոլոգիաների ղեկավարները Մասկը, Բեզոսը, Ցուկերբերգը եւ տեսեք թե ինչ է կատարվում հիմա Միացյալ Նահանգները հանկարծ հասկացան որ նրանք վերջի տասնամյակներում տնտեսապես սկսում են զիջել դա կարող է տարօրինակ թվալ, բայց ասենք վերցնենք ամենախոշոր արդյունաբերությունները ավտոմեքենաների արտադրանքով Դետրոյթը երբեմնի աշխարհի ավտոմեքենաների արտադրության մայրաքաղաքը դարձել է ուրվական քաղաք, դատարկ է այդ քաղաքը դատարկվել է եւ այնտեղ $1 տներ են վաճառվում այնտեղ Միացյալ Նահանգներում վերջերս ամենաբարձր հանցագործության ամենաբարձր ցուցանիշներ Boeing-ը, որը աշխարհի լավագույն օդանավն էր, հիմա սկսում է զիջել իր որակով, արդեն երկրորդ, երրորդ մոդելները մեծ խնդիրներ ունեն եւ Airbus-ը եվրոպական, գերմանա-ֆրանսիական օդանավերը արդեն ածնում են Boeing-ին, ինչ է մնում Միացյալ Նահանգներին, կոմպյուտերային տեխնոլոգիաները իհարկե, բայց արտադրությունը տեղափոխվել է այլ երկրներ, Չինաստան, Վիետնամ, հիմա Հնդկաստան է տարվում, այսինքն Միացյալ Նահանգներում չափազանց թանկ է դա եւ Չինաստանից Միացյալ Նահանգները գնում են էլեկտրոնիկա իսկ վաճառում են գյուղատնտեսական ապրանքներ երևի անպատրաստ մարդը չի հավատա որ դա այդպես է բայց դա այդպես է եւ Ինչին բերեց այս ամենը բիզնեսմենները, որոնք շրջապատեցին Թրամփին եւ օգնեցին նրան հաղթել, ասում են սա այլևս չի կարող այդպես շարունակվել, Եվրոպան դարձավ մեր ոչ թե դաշնակից, այլ մրցակիցը, նույնը Կանադա, նույնը Մեքսիկան եւ տեսեք, ով է Միացյալ Նահանգների առաջին առևտրական առումով տնտեսական դաշնակիցները, Կանադան համար 1, երկրորդը Չինաստանը, երրորդը Մեքսիկան։ Եվ այդ 3 երկրներին Թրամփը առաջին իսկ շաբաթվա ընթացքում իր նախագահության պատերազմ է հայտարարում։ Եվրոպային է պատերազմ, փաստորեն տնտեսական պատերազմ հայտարարում, դա իմ խոսքերը չեն, դա Մակրոնի խոսքերն են, դա Գերմանիայի նոր կանցլերի խոսքերն են։ Տրուդոն դա ասեց, այսինքն մենք տեսնում ենք, որ Ամերիկան փակվում է բոլորի դեմ, եւ սա փաստորեն ոչ միայն ուժի օրենքի բանն է, որովհետեւ դա Եվրոպայում այդպես չէ։ Եվրոպան որոշեց պաշտպանվել եւ մենք տեսանք ֆանտաստիկ բաներ։ Մի շաբաթվա մեջ 2 շտաբ վեաժողովներ, երկուսը Փարիզում, հետո Լոնդոնում, Ռոմում բերեցին նրան, որ Եվրոպան փաստորեն 800 միլիարդ եվրո պատրաստվում է միմիայն պաշտպանության անվտանգությանը հատկացնել։ Եվ հիմա ավարտելով այս երկարած իմ նախաբանը ասեմ, որ Հայաստանի համար
ավելի քան երբևէ կարևոր է Եվրամիության անդամակցությունը եւ այդ 800 միլիարդ եվրոից, որը համարյա 1 տրիլիոն դոլար է, բնականաբար մեզ էլ է հասնելու բաժին անվտանգության մեր բաժինը, որը մենք հիմա կարող ենք ստանալ, եթե չուշացնենք այդ արդեն ուշացած գործընթացը, որը մենք տարիներ առաջ պետք է սկսեինք, որից մեզ հետ էր պահում Ռուսաստանը, որից հետ էր մեզ պահում Ադրբեջանի սպառնալիքը եւ մեր քաղաքական ղեկավարների քաղաքական կարճատեսությունը, անհեռատեսությունը, վախը, նրանց որակները ցածր քաղաքական մարդկային եւ այդ ամենը մեզ բերեց պատերազմի եւ պատրիացիդի հայրենազրկման եզրին եւ հիմա մենք մեծ վտանգի առջեւ ենք, բայց դա չի նշանակում, որ երրորդ համաշխարհային պատերազմում մենք պարտվելու ենք։ Մենք կպարտվենք միայն այն դեպքում, եթե մենք սխալ դաշինքում հայտնվենք։ Հիմա մենք սխալ դաշինքում ենք, մենք դուրս չենք եկել դրանից։ Միայն վերջի տարվա, անցյալ տարվա այս նախաձեռնությունը Եվրամիության անդամակցության ճիշտ քայլ էր, գործնական ճիշտ քայլ, եւ եթե կառավարությունը չդիմադրի, այլ ընդունի դա եւ կատարի հետեւյալ քայլերը, մենք կհասնենք մտնել ճիշտ դաշինքի մեջ։ Դուք բերեցիք օրինակ երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ տնտեսական ինչ զարգացում էր եւ ինչպես դա հետագայում վերածվեց եւ վերաճեց համաշխարհային պատերազմի, արդյոք կարելի է այդ նույն զուգահեռը անցկացնել այն հանգամանքի հետ, որ այժմ արհեստական բանականությունն է կարծես թե առաջ մղվում եւ օրինակ երեկվա վերջին այս թեմայով հաղորդագրություններից մեկում ասվում էր, որ Պենտագոնը սկսում է օգտագործել արհեստական բանականությունը իր ռազմական օպերացիաների հետ եւ նա ինտեգրում է արհեստական բանականությունը ռազմական համակարգերում։ Արդյոք սա նույն այդ զուգահեռն է երրորդ համաշխարհային պատերազմին նախորդում է արհեստական բանականության այս ծաղկումը եւ առաջ մղումը։ Եկեք հասկանանք ինչ բան է արհեստական բանականությունը եւ կուրկ չսարքենք դրանից։ Արհեստական բանականությունը դա մի ամբողջ համալրի մաս է, ամենաերևացող, ամենասենսացիոն։ Սա գործիք է, ոչ ավել, ոչ պակաս։ Ինչպես ասենք համակարգիչները փոխեցին մեր աշխարհը, որովհետև սկսեցին փոխարինել մարդկանց հաշվարկ կանելու մեջ, բայց հետո նրանք ել ավելի բարդացան եւ փաստորեն արհեստական բանականությունը կարողանում է ոչ միայն արագ հաշվարկել, այլ կանխատեսումներ անել եւ ինչ որտեղ ինքնուրույն որոշումներ ընդունել, որոնք հիմնված են տեղեկատվության ահռելի վիթխարի չափերի վրա, որ կարող է շատ կարճ ժամանակահատվածում մարդուց ավելի արագ վերլուծել եւ ըստ անալոգիայի, որտեղ ինքը չունի այն ինտուիցիան, որ ունի մարդը, բայց որոշ ոլորտներում դա էլ է բավական որոշում ընդունելու համար եւ բնականաբար քանի որ միշտ առաջնահերթ եւ ամենաառաջադեմ տեխնոլոգիաները սկզբից ռազմական են, որովհետև ամենամեծ ծախսերը ռազմարտադրության արդյունաբերության մեջ են, բնականաբար որ հենց այդ ճանապարհի վրա են, մեկ էլ որքան էլ կարող է զարմանալի թվալ, սա երեկոյան եթեր է, պորնոգրաֆիայի մեջ Սեքս ինդուստրիան նույնպես ահռելի մեծ գումարներ է ներդնում, ինչու եմ ես դա ասում, որովհետև պաստորեն սեքս ինդուստրիան բոլորովին այլ նպատակներով ստեղծում էր եւ ստեղծում է ռոբոտներին, արհեստական կանանց, արհեստական տղամ, արհեստական մարդուն, եւ ահա տեսնում եք, որ անսպասելիորեն այս երկու կարծես թե ոչ միտեղ զուգահեռ, այսինքն մնալով զուգահեռ, իրենք փաստորեն այստեղ միանում են, որովհետև ռազմական արդյունաբերությանը պետք են նաև ռոբոտներ մարդանման, որոնք կարողանում են նաև էմոցիաները նկատի առնել, դա կարևոր է թշնամու գործողությունները հասկանալու համար եւ փաստորեն մենք ստանում ենք գործիքներ, որոնք ավելի կատարյալ են որոշ ոլորտներում, քան
նրանց ստեղծած մարդիկ։ Սա նոր իրականություն է եւ այո սա բերելու է այնպիսի ահռելի վիթխարի փոփոխությունների առաջիկա 10-20 տարում, որ մենք հիմա դժվար ենք դա պատկերացնում, բայց որոնք բերելու են ահռելի փոփոխությունների նաեւ քաղաքական առումով։ Վերադառնանք այդ ձեր ձևակերպմանը, որ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ այդ հարցը լուծի, գոնե կարծեմ ձեր կայքում եք դուք նշել, որ մինչև մարտի վերջը դուք սպասում եք, որ ազգային ժողովը կընդունի այդ հայտարարությունը Եվրամիության անդամակցության մասին։ Շատերը այս վերջին իրադարձություններից հետո տեսնում են Եվրոպային, հետևում են, թե ինչպես է իրեն պահում Եվրոպան, դուք ինքներդ նշեցիք եւ Լոնդոնում հանդիպումը եւ այլ հանդիպումներ։ Նրանք ասում են դուք ինչու եք շտապում, մենք ինչու ենք շտապում Եվրոպա։ Եվրոպան ինքը դեռ չգիտի ինչպես իրեն պաշտպանի։ Եվրոպան ինքն է դեռ խառնված, այսպես չգիտի իր վաղվա օրը։ Ինչ կասեք դուք այդ հայտարարություններին, այդ պնդումներին։ Եթե շարունակենք այդ տրամաբանությունը, մենք կհասնենք ինձ պարզապես ապշեցրած մի որոշմանը կամ կոչին, որով հանդես եկավ 130, չգիտեմ, քանի տարվա պատմություն ունեցող հայ հեղափոխական դաշնակցությունը, որի ղեկավարներից մեկը կոչ արեց ռազմավարական դաշինք ստեղծել Հայաստանի եւ Իրանի միջև։ Այսինքն պետք է երևի բացարձակապես անմեղսունակ լինել, առաջարկելու հայ ժողովրդին այսպիսի ինքնասպանություն, այս պահին, երբ որ շատ քիչ երկրներ կան, ում ճակատագիրը այդքան անորոշ է, որքան Իրանում, ինչքան ներքին զարգացումների առումով, այնքան էլ նրա արտաքին քաղաքական իրավիճակով։ Ես հիմա չեմ ուզում Իրանը եւ Հայաստանը համեմատել, մենք էլ ենք ահավոր ծանր վիճակում, բայց դժվար ծանր վիճակում գտնվող երկիրը պետք է միավորվի ուժեղ դաշինքին, այլ ոչ թե գրեթե նույն վիճակում գտնվող մեկ այլ երկրի, ում դեմ Միացյալ Նահանգները, Իսրայելը, Թուրքիան, արաբական աշխարհը ցանկացած պահին կարող են լայնամասշտաբ պատերազմ սանձազերծել եւ առաջարկել խորհուրդ տալ մեր ժողովրդին այսպիսի բան, ինչը առաջարկեց երեք կարծեմ դաշնակցության ղեկավարությունը, սա շատ բան է ասում մեր քաղաքական դաշտի անհույս արդեն անմեղսունակության մասին։ Այդպես որ այստեղ Ռուսաստանի կոնտեքստում էր նաև դա ասում, որ Ռուսաստանի հետ պետք է շարունակել։ Այո, այսինքն երկու ելքերն էլ դեպի անդունդ տանող ելքեր են մեզ առաջարկում եւ սա քննարկել էլ իմ կարծիքով պետք է ոչ թե եթերում, այլ հոգեբուժարանում։ Դուք դերեցիք հակափաստարկ, որը մեկ այլ ուղղությամբ է տանում Հայաստանի ժողովրդի ուշադրությունը։ Դուք ասացիք, տեսեք, ասում են Իրան եւ դա ճիշտ ճանապարհ չէ։ Հիմա իմ հարցս Եվրամիության վերաբերում, եկեք ուղիղ պատասխանանք։ Եկեք ուղիղ պատասխանենք։ Շատ վաղուց Եվրոպան այսքան արագ չէր հզորանում մեր աչքի առաջ, ինչքան հենց հիմա, որովհետև ինչ ենք մենք տեսնում։ Առաջին անգամ 3-400 տարիների ընթացքում կոնտինենտալ մայրցամաքային Եվրոպան եւ դրա առաջնահերթ պետություններին Գերմանիային եւ Ֆրանսիային միանում է Բրիտանիան։ Դա չի եղել նապոլեոնական պատերազմներից սկսած, ավելի շուտ անգամ չի եղել։ Առաջին անգամ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան բարձրաձայնեց բանակը վերստեղծելու եւ կրկին քաղաքական իր տեղը, ուրույն տեղը վերգտնելու որոշման մասին եւ ահռելի մեծ գումարները պատրաստումներ դնել դրան։ Առաջին անգամ Ֆրանսիան իր վրա է վերցնում ողջ Եվրոպայի պաշտպանությամբ ժամանակավոր պատասխանատվությունը եւ պատրաստություն է հայտնել դուրս բերվող Եվրոպայից ամերիկյան ռազմաբազաների տեղում տեղադրել իր միջուկային զենքը եւ մենք տեսնում ենք, որ նույնը տեղի է ունենում եւ Լեհաստանում ու Բալտիայի երկրներում, Շվեդիան եւ Ֆինլանդիան արդեն կանխատեսելով այդ զարգացումները 1 տարի առաջ մտան ՆԱՏՕ-ի կազմի մեջ, ընդ որում ՆԱՏՕ-ն դա վերջնական հանգրվանը չէ, վերջին հանգրվանը չէ, որովհետեւ Եվրոպան փորձում է բացառել դիմադրությունը, հիշելով Հունգարիայի եւ Թուրքիայի
վտանգավոր դերակատարությունը եւ գծում է մի նոր տարածաշրջանային եվրոպական ինտերմարիում այդպես էին ես Լեհաստանում եւ Բալթյան երկրներում այդ քննարկման էի մասնակցում ինտերմարիում, այսինքն 3 ծովերի արանքում Սև, միջերկրական եւ Բալտիկ ծովերի արանքում գտնվող տարածքը, որին հիմա միանում է հարավարևելյան Եվրոպա, որի մասին ես տարիներ շարունակ խոսում եմ։ Մենք հարավային Կովկաս չենք, կրկին ոչ միայն առաջարկում եմ, պահանջում եմ վերանալ, հեռանալ այդ հիմար եւ մի անգամ էլ աշխարհագրական պայմանական տերմինից։ Մենք հարավարևելյան Եվրոպայինք, դա է մեր փրկության միակ ճանապարհը։ Եվրոպայում դա գիտակցում են, Պան-Եվրոպա կազմակերպությունը հենց Վրաստանի եւ Հայաստանի քարտեզներով է գծում նոր Եվրոպայի սահմաններ, իսկ դա շատ լուրջ քաղաքական եւ քաղաքագիտական կենտրոն է։ Բարեբախտաբար մենք արդեն 2 տարի է, որ Հայաստանը կարողացանք եվրոպական կուսակցության ջանքերով միավորել Պան-Եվրոպական միությանը եւ սա իմիջիալուց դա 1922 թվականից Եվրամիության նախորդող մի քաղաքական պրոյեկտ էր, որը շարունակվում է հիմա, այդպես որ հենց այնտեղ է մեր ճանապարհը, մենք հիմա ես չեմ ուզում հիշաչար լինել, բայց նաև ձեր տաղավարում բազմաթիվ մարդիկ էին պնդում, որ Հայաստանին պետք չէ Եվրամիություն, մենք պետք է ուղիղ կապ ստեղծենք Միացյալ Նահանգների հետ, ոչ ՆԱՏՕ անդամ դաշնակից ձևաչափով, NNMA, այսպես կոչված, ես տարիներ առաջ ասում եմ, որ սա արկածախնդրություն է եւ Հայաստանի ճակատագրի հետ շատ անբարեխիղճ խաղ է, որովհետեւ Միացյալ Նահանգներում կարող էր փոխվել ասում է ես տարիներ առաջ վարչակազմը եւ այդ դեպքում մեր պայմանագիրը առոչինչ է դառնալու եւ հիմա եթե հիշենք որ Միացյալ Նահանգները առոչինչ են անում Կանադայի հետ եւ Եվրամիության հետ իրենց պայմանագրերը որքան ծիծաղելի է հիմա չէ այն մարդկանց վիճակը ովքեր պնդում են որ Եվրամիության փոխարեն պետք է Միացյալ Նահանգների հետ դաշնակից լինելը Ես դեմ չեմ դաշնակից լինելու Միացյալ Նահանգների հետ, ես պարզապես հիշեցնում եմ, որ մենք չենք կարող 51-րդ նահանգ դառնալ, իսկ Եվրամիության անդամ դառնալ ոչ միայն կարող ենք, այլ պարտավոր ենք։ Այլ կերպ ասած դուք ասում եք, որ այո, Եվրոպան անհանգստացած է, բայց ոչ խոճապահար է, խոճապի մեջ չէ։ Էրդողանը, դուք ՆԱՏՕ-ի օրինակը բերեցիք, հիշեցրեցիք այդ ՆԱՏՕ-ի հետ կապված այսօրվա իրավիճակը եւ մենք այստեղ քննարկենք, եթե ՆԱՏՕ-ն այնուամենայնիվ այս ձևաչափով դադարի իրար պաշտպանել համենայն դեպս Միացյալ Նահանգները պայման են դրել, թե որ դեպքում կարող են պաշտպանել ՆԱՏՕ-ի իր այլ անդամներ Եվ Եվրոպան մտածում է իր ռազմական դաշինքի մասին եւ այստեղ Թուրքիայի հարցն է բարձրանում, որ արդյոք Թուրքիան պետք է մտնի այդ եվրոպական նոր ռազմական դաշինքի մեջ։ Ես ներկայացնեմ, գիտեինք մենք, որ Էրդողանը հրավիրված էր Լոնդոն եւ Էրդողանը վերջին իր հայտարարություններից մեկում հենց Սիրիայի հետ կապված է իրադարձությունների, որին կանդրադառնանք, նա ասաց, որ Թուրքիան ձգտում է զարգացնել իր հարաբերությունները Եվրամիության մեջ եւ ձգտում է լիարժեք անդամության։ Եկեք Թուրքիայի դերակատարումը եւ դիտարկենք այս նոր ձևավորվող ռազմական դաշինքի մեջ եւ եվրոպական միության հարաբերությունները Թուրքիայի հետ եւ տեսնենք նաեւ Հայաստանը դրանից տուժում է թե հակառակը ինչ որ հնարավորություններ են բացվելու Հայաստանի համար այդ դեպքում Սովետական միության փլուզումից հետո այսինքն 35 տարի շարունակ Թուրքիայի դերակատարումը անշեղորեն նվազում էր Թուրքիայի շատ փորձառու հմուտ դիվանագիտության շնորհիվ ժամանակ առ ժամանակ նրանք առաջարկում են նախագծեր, օրինակ ժողովրդավարական հովանավոր դառնալ կենտրոնական Ասիայի երկրների համար, որով որոշ դեպքերում Միացյալ Նահանգները ոգևորվում էին եւ օգնում էին նրանց, դա Դեմիրելի գաղափարներ, Թուրգուտ Օզալի, Էրդողանը հասկացավ, որ դա հեռանկար չունի եւ դրան փոխարինեց ժամանակավոր կրկին Թուրանի գաղափարը, որը նույնպես տնկահարվում էր
որը մահացու վտանգ էր մեզ համար, որը աջակցություն ստացավ միայն Մոսկվայում եւ որի զոհը էլի դարձանք մենք, որովհետեւ հենց այդ Թուրանի նախագծի մեջ էր Ռուսաստանի օգնությամբ, որ Ադրբեջանը մինչև հիմա չի թողել իր երազանքը դա Ռուսաստան եւ Թուրքիայի երազանքն է Սյունիքի միջոցով ունենալ միջանցք դա փաստորեն հիշեցնե միմիայն Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի դիմադրության շնորհիվ է որ չի իրականացվել հիմա միայն Ֆրանսիայի եւ Եվրամիության Բայց նաեւ հիշեցնենք Բայդենի Միացյալ Նահանգների ճիշտ է նախորդ վարչակազմի այս վարչակազմը դեռևս ոչ մի ձևով չի արտահայտվել սակայն ավելի ճիշտ չի արտահայտվել հրապարակայնորեն Էրդողանը չէր դիմի հիմա նոր խաղի, եթե հույս ունենար շարունակել հինը։ Բացի դա այդ նախագիծը չստացավ աջակցություն վերջերս Չինաստանի կողմից, որովհետև նախորդ տարիներին Չինաստանը հավատաց, որ նման բան կարող է լինել իր շահերից։ Հիմա Չինաստանը բացարձակապես անսպասելի քայլ արեց հակաամերիկյան եւ պրոեվրոպական։ Չինաստանը վերջին օրերին Հնդկաստանից հետո կնքեց ռազմավարական տնտեսական համաձայնագիր Եվրոպայի հետ եւ անգամ Ուկրաինային խոստանում է ռազմական աջակցություն։ Պես որ վերադառնալով Թուրքիային պետք է ասել, որ թուրքերը այդ ամենը հաշվարկեցին եւ հիմա հասկանում են, որ որևէ տեղից, ոչ Միացյալ Նահանգներից, ոչ Ռուսաստանից, ոչ Չինաստանից աջակցություն չեն ունենա եւ փորձում են բռնվել Եվրոպայից, բայց Եվրոպայում Մակրոնն է, որին 3-4 տարի առաջ Էրդողանը անվանում էր շիզոֆրենիկ, բառի բուն իմաստով այդպես էլ հայհոյում էր, որին 1-2 տարի շարունակ ձեռք էր առնում եւ հեգնում էր Ալիևը, ահա ինչու նրանք հիմա հանկարծ շատ մետաքսե ձայնով են խոսում, կապ չի ընդհանրապես ձայն չի գալիս, Ալիևը փակում է երկիրը, փակում է միջազգային կազմակերպություններից, փակում է այն մուտքերը, որով Եվրոպան կարող էր այնտեղ ազդեցություն ունենալ, Կարմիր խաչն է հեռացնում, ՄԱԿ-ը, մի քանի այլ միջազգային կազմակերպություններ, Transparency International, որը նույնպես կարևոր մի բան էր եւ այլն ինչ է սա նշանակում սա նշանակում է որ Թուրքիան այլևս 100%-ով չի կարող աջակցել Ադրբեջանին Ադրբեջանը մեկուսանում է Թուրքիան փորձում է վերադառնալ Եվրոպա բայց կրկնում եմ Մակրոնի դերը այստեղ շատ կարևոր է եւ Մակրոնը իմիջիալոց Մակրոնի հերկի լավ դիվանագետ է եւ ինչ որ խոստումներ է անում Թուրքիային նա շաչարությունը չի ցուցադրում նա չի ասում որ հələ մի հատ հիշենք այդ ինչ էր խոսում 3-4 տարի առաջ նա դա չի ասում բայց նա դա անում է եւ ահա որտեղ է մեր շանսը այս առաջիկա 1-1.5 տարին մինչեւ Մակրոնի ազդեցությունը դեռևս հզոր է լինելու որովհետեւ մերցը Գերմանիան ճիշտ է նա շուտով կդառնա կրկին Եվրոպայի առաջնորդ, բայց դա որոշ ժամանակ է պահանջելու։ Բրիտանիան այդքան հեշտ չի վերադառնում, այսինքն գործընթացը կա, բայց 1.5-2 տարի առնվազն Ֆրանսիան է քաղաքական առաջնորդը Եվրոպայի եւ ահա որտեղ է մեր շանսը դառնալու Եվրոպայի լիիրավ անդամ կամ գոնե տեխնացու արդեն անբեկանելի ճանապարհով Իսկ Թուրքիան այլևս Եվրոպային որպես բանակ պետք չէ։ Եվրոպան ունի աշխարհի երկրորդ բանակը եւ այդ բանակը ուկրաինական բանակն է։ Ուկրաինական բանակն է այն կորիզը, որի շուրջը կառուցվելու է եվրոպական զորքը։ Դա ավանգարդն է։ Մատյան գունդն է այդ եվրոպական նոր ստեղծվող ուժերի ամենափորձառու բանակը, որը 10 տարի է կռվում է, եթե հաշվենք 14-15 թվականների Դոնեցկի եւ Ղրիմի պատերազմը, որը հիմա հագեցած է գերարդիական զենքերով, ոչ մի այլ բանակ այդքան փաստորեն գերարդիական զենք գործածվող չունի որքան Ուկրաինան, մոտիվացիան ահռելի մեծ է դեռևս, Ուկրաինայի հետևից գալիս է Լեհաստանը, որը նույնպես շատ է մոտիվացված, Լիտվան, ոչ պակաս իհարկե ոչ այդքան մեծ հնարավորություններով, եւ ահա որտեղ է կարևորվում հայկական բանակի դերը, ոչ թե պատերազմ մղելու համար։ Հայոց բանակը ավանդաբար դիտվում էր որպես ոչ թե
անվտանգության սպառող, այլ որպես անվտանգության արտադրող գործոն։ 30 տարի այստեղ պատերազմ չկար հայոց բանակի հզորության շնորհիվ։ Ահա ինչու Ռուսաստանը ամեն ինչ արեց, որ ոչնչացնի մեր բանակը, իհարկե ոչ թե բանակը ոչնչացրեց, այլ հրամկազմը։ Հրամկազմը մենք չունենք, դա բացարձակապես 0 է։ Ես ոչ մի վատ բան չեմ ուզում ասել հրամանատարների, այլ թվում նաև իմ հրամանատարների մասին։ Չէ, շատ խիստ չէ։ Այդ սովետական մաղձը, որը մնացել է այդ մարդկանց գլուխներում, զգեստից մինչև լեզվավ մտածողություն, մինչև լեզուն, որով խոսում են եւ այլն, այն ֆիլմերը, որոնք նայում են, գրքերը, որ կարդում են, եթե կարդում են, այդ ամենը ոչնչացնել է պետք։ Մեզ պետք են երիտասարդներ, ովքեր Հունաստանի, Ֆրանսիայի եւ միգուցե նաեւ Միացյալ Նահանգների ռազմական բուհերը կավարտեն եւ այդ ժամանակ մենք ունենանք բանակ, որը պաշտպանելու է մեզ պատերազմից։ Դուք խոսում եք ապագայի մասին։ Ես խոսում եմ առաջիկա 2-3 տարիների մասին։ Իմ հարցս դա հիմա դա էր լինելու, ինչպես մենք պետք է այս ընթացքում, որը իրադարձությունները սրընթաց են զարգանում, մենք ունենք այդ 2-3 տարին եւ ինչով պետք է զբաղվի Հայաստանը այս իրավիճակում։ Հայաստանը հիմա պետք է զբաղվի միայն մեկ բանով՝ եվրոինտեգրում։ Ամեն ինչ պետք է ենթարկվի այդ գաղափարին։ Պետք է գեր նախարարություն, որը եվրոինտեգրման նպատակներին ծառայեցնի մեր ողջ քաղաքական պետական ապարատը։ Գյուղատնտեսությունը եւ բանակը, ոստիկանությունը եւ ամենակարևորը դատաիրավական համակարգը, դրանք պետք է լինեն եվրոպական։ Քաղաքացին պետք է լինի այս երկրի կենտրոնը, նրա պաշտպանությունը, նրա իրավունքները, նրա արժանապատվությունը։ Մենք դա կանենք։ Եթե դա չի կարող անել Փաշինյանի թիմը, դա չի նշանակում, որ դա չի արվելու։ Կանենք մենք, կբացենք երկիրը Սփյուռքի համար, Արևմուտքի համար։ Մենք փոքր երկիր ենք, մենք փաստորեն ցավոք սրտի քաղաք երկիր ենք, քաղաք պետություն ենք։ Ինչ նշանակում կբացենք Սփյուռքի համար, փակ է այժմ երկիրը։ Իհարկե փակ է։ Ինչով կբացեք, ինչով է փակ։ Փակ է գոնե մեկ բանով, եթե չեն գործում օրենքները, եթե օրենքները հարմար չեն բիզնեսի համար, քաղաքացիություն ստանալու համար, հատկապես հայերի համար, դա պրոտեկցիոնիզմ պետք է լինի նաև, այո, դա տգեղ խոսք է վերջի 20 տարիների ընթացքում, բայց Սփյուռքի կապիտալը այստեղ պետք է ոչ թե մուրացկանության ծառայի, այլ ներդրումների։ Ներդրումներ Սփյուռքից չկան։ Սփյուռքը ունի շուրջ 500, լավ չեմ ասի, չկան, շատ մեծ գումարներ ունի ներդնելու։ Ինչու չեն ներդնում, որովհետև պաշտպանված չեն, որովհետև ցանկացած պաշտոնյան, ցանկացած կոռումպացված չինովնիկը կարող է փոխել օրենքը, փակել այդ պաշտպանվածությունը։ Դատաիրավական համակարգը որոշում է ամեն ինչ։ Եթե մենք դա փոխենք, մնացածը կփոխվի մեխանիկորեն։ Մնացածը ինքնիստիկյան է լինում, եթե պաշտպանված է օրենքը եւ քաղաքացին։ Մի քանի 2-3 շաբաթ առաջ Հայաստանում էին եվրոպական միության ներկայացուցիչները, եվրոպական խորհրդարանի կարծեմ ներկայացուցիչներն էին եւ նրանք ասացին, որ այո, լավ է, որ Հայաստանը գնում է այդ ուղղությամբ, բայց դուք դեռ շատ խնդիրներ ունեք լուծելու այդ ճանապարհին եւ 2-3 տարում դժվար թե դուք հասցնեք դա անել։ Եկեք փորձենք ժամկետների նորից վերադարձնել, մենք որքան ժամանակ ունենք, ինչի վրա պետք է ծախսենք այդ ժամանակը։ Մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ մի քաղաքական գործիչ 3 օրում վերցնում էր Կիևը, բայց 3 տարում մինչև հիմա մի խողովակից դուրս չի կարող գալ։ Մյուսը 1 օրում ավարտում էր այդ պատերազմ, տեսնում ենք, որ ժամկետները եւ ենթադրությունները մարդկանցից են կախված։ Մենք ուզում ենք, որ մեր երեխաները մարդավարի ապրեն։ Մենք ուզում ենք, որ մեր պետությունը այլևս չլինի ռուս-թուրքական դաշինքի ավար։ Մենք ուզում ենք ազգ մնալ, հպարտ, արժանապատիվ։ Ուրեմն մենք ամեն ինչ կարող ենք անել։ Մենք ընդամենը 3 միլիոն էլ չենք, մոտ 3 միլիոն մարդիկ ենք։ Դա միջին եվրոպական կամ ամերիկյան քաղաք է, դա չինական գյուղ է,
ինչա մենք չենք կարող 2-3 տարում կարգի բերել մի չինական գյուղի չափ մարդկանց եւ իհարկե կարող ենք։ Մենք հենց հիմա փորձելու ենք դա անել Գյումրիում, ցույց տալու համար ինչպես պետք է կառավարել քաղաքը, ինչ կարելի է անել, եթե գործում է օրենքը, եթե բարձրորակ մասնագետներ են ընդգրկված, եթե այդ ԽՑԲ-ն անջատված է, հայտնի, չկա կոռուպցիա, մենք դա կարող ենք անել։ Ընտրությունը ժողովրդին է, դուք շարունակելու եք այդ սև սպիտակ խաղը, շարունակելու եք ընտրել նախկիններին եւ ներկաներին։ Կրկնեմ, որ երրորդ անգամ Արտուր Սակունցի ոսկի խոսքերը Եվրադաշինքի ստեղծմամբ բոլոր ներկաները դարձան նախկին։ Մենք դա ուզում ենք ապացուցել գործով։ Դուք կարծում եք, որ կկարողանաք հաղթահարել իշխանական տեխնացուի հաղթանակը։ Մենք փորձելու ենք անել դա Գյումրիում, մենք փորձելու ենք անել դա հաջորդ ընտրություններում ամբողջ երկրում, այո իհարկե։ Ես չեմ կարծում, ես վստահ եմ, որ մենք դա Ինչու է իշխանությունը այդքան վստահ, որ իր տեխնացուն է հաղթելու Գյումրիում։ Իշխանությունը ոչ մի բանի մասին վստահ չի։ Իրենք ձևացնում են, որ այդպես է։ Ուրիշ հարց է, որ իրենք ամեն ինչ կանեն, ինչ կկարողանան անել, պահպանելու վերահսկողությունը Գյումրվա վերաբերյալ, բայց ինչին դա բերեց Գյումրիին, գյումրեցիք շատ լավ գիտեն։ Ինչին դա բերեց Արցախը, գիտեն արցախցիները։ Ինչին դա բերեց Երևանը, մենք բոլորս գիտենք։ Մենք շնչում ենք աշխարհի ամենասարսափելի օդով։ Ինչու՞։ Որովհետև ագահ, անկուշտ մի քանի պաշտոնյաներ 300 բարձրարկ շենք են կառուցում միաժամանակ Երևանում, որը առանց այն էլ խեղդվում է։ Բա հիշեք 23 թվականին ում էինք ձայներ տալիս։ Եվ 26 թվականին մի անգամ էլ մտածեք, թե ում եք տալու ձայները։ Վերադառնանք այն հարցին, որպեսզի ամփոփենք այդ հատվածը մեր հարցազրույցի, երբ որ ես հարցրեցի, մարդիկ ասում են ինչու եք գնում Եվրամիություն, Եվրամիությունը դեռ ինքը, Եվրոպան դեռ ինքն է մտածում իր անվտանգության մասին, դուք բերեցիք օրինակ, որ Դաշնակցության ներկայացուցիչը առաջարկում էր ռազմական դաշինք կազմել Իրանի հետ, մյուսները հարցնում են ինչու ես Հայաստան, ինչու ես դռնեդուռ ընկել, ինչու ես այս պատից այն պատը զարկում քեզ, ինչու չես դու ինքդ կարողանում կանգնել ոտքի եւ ինքնուրույն քո անվտանգությունը ապահովել։ Իմ հարցը հետեւյալն է, ձեր կարծիքով, ինչու՞մն է Հայաստանի անվտանգության երաշխիքը, որը կարող է լինել։ Տեսեք, Ռուսաստանը, ես նորից մեջ բերեմ, ներող եղեք, Կապիրկինն էր Հայաստանում, Ռուսաստանի դեսպանը հարցազրույց էր տվել եւ ասեց, ինչու է Հայաստանը փնտրում իրեն անվտանգության երաշխիք, մենք ենք այստեղ ենք 102-րդ բազան է այստեղ, մենք այստեղ ենք կանգնած, այնտեղ ենք կանգնած։ Ինչու է Հայաստանը փնտրում անվտանգության երաշխիք, հարցնում է Ռուսաստանը, եթե Ռուսաստանը կա եւ որն է ըստ ձեզ իսկապես Հայաստանի որը կարող է, ինչը կարող է լինել անվտանգության երաշխիքը Հայաստանի համար։ Իմ լավ բարեկամ Փայլուն դերասան Վարդան Պետրոսյանը մի այդպիսի մանրապատում ուներ հայերը եւ հավերը եւ պատմում են, որ մանկության օրերին մի խաղ տենց հորինեցին, մեծ թաս էին բերել, փայտի վրա կանգնեցնում էին ու մի պարանով կապում էին այդ թասը կանգնած վիճակում, հետո կորկոտ ծորեն էին թափում ու ճնճղուկները կամ աղավնիները հավաքվում են, հենց հավաքվում են, երեխաները քաշում էին պարանը, թասն ընկնում էր ու թռչունները վերջի պահին հասնում են փախչել։ Հավերի դեպքում, ասեց, մենք նկատեցինք, որ հավերը ու այլևս երբեք թռչունները չեն վերադառնում, գիտեն, որ այնտեղ վտանգ է։ Հավերը 5 րոպե հետո մոռանում էին ու նորից գալիս են նույն կուտը ուտելու։ Եվ նա ասում է, ինչքան կարելի է հավ լինել, ժողովուրդ։ Հայերը հավ դարձան, հա։ Մենք դեռ ռուսների ու թուրքերի երթումներին պետք է հավատանք, խաղաղության պայմանագրերին Ալիևի հետ, բարեկամության կոչերին եւ կենացներին Պուտինից կամ Կոպյուրկինից հերիք է մեզ էշի տեղ դնել
լավ ուրիշները որ դնում են հասկանալի է, դա իրեն ձեռ է տալիս, բայց Դա Ռուսաստանի գործոնի հետ կապված դուք ասացիք, որ դրան պետք չի հավատալ։ Ախի ես չեմ ասել ոչ մի բան, իրենք ամեն ինչ արել են, Լավ, ժողովուրդը 200 տարի երդվում էր ռուսներով, ինչ պետք է անեին ռուսները։ Որը կարող է լինել, ինչի վրա պետք է հույս դնել, ինչ կարող է լինել Հայաստանի անվտանգության երաշխիքը։ Խելքը, ընդամենը բանականությունը, ոչ արհեստական, բանական, նորմալ, բնական բանականությունը, ինչ է ցույց տալիս այդ բանականությունը։ Եթե դու շրջապատված ես թշնամիներով, միլիոնավոր թշնամիներով, անգամ բարեկամ Իրանից մարդիկ են գալիս եւ ադրբեջանական ցակումով եւ մեզ համար վիրավորական երկեր կենացներ են ասում մեր հրապարակում, չէ՞։ Այսինքն Իրանի հետ եք դուք ուզում ռազմաքաղաքական դաշինք կազմել, հա։ Շնորհավորում եմ ձեզ։ Մյուս կողմից Ադրբեջանը 10 միլիոնանոց, մյուս կողմից 80 միլիոնանոց Թուրքիան, ոչ հեռու Սիրիան, որտեղ երեխաներ են մորթում էլի մահմեդական, պարզապես ալավի, որոնց մահմեդականությունը բավականաչափ մահմեդական չէ։ Դուք հələ ինչ որ պատրանքներ ունեք, ուրեմն ինչ է պետք անել։ Դաշինք, այլ միջոցով այդ ինչ եք դուք բերելու, պայթացնելու ենք Մեծամորի ատոմակայանը, որ հպարտորեն ասենք, որ մենք նահատակ դարձանք 3 միլիոնով, հա, ու հետո հեռավոր Գլենդեյլում այնտեղ ապրող Պարքև Սրբազանը մեզ բոլորիս սրբի բանին դասի, հա, մեզ դա պետք չէ, մենք ուզում ենք ապրել, լավ ապրել, երջանիկ լինել, երեխաներ ունենալ, երկիր ունենալ, դրա համար պետք է ունենալ լավ դաշնակիցներ։ Եվրամիությունը մեզ դա առաջարկում է, Աստված, Տեր Աստված մեզ ուղարկել է այդ հնարավորությունը եւ պետք է պարզապես սատանայի ծառա լինել, որ այս բազմաչարչար, հպարտ, հանճարեղ ժողովրդին շեղել եւ տանել հակառակողությամբ։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն էր մեր զրուցակիցը այսօր, զրույցը վարում էր Գայանե Առաքելյանը, բարին ձեզ։